Նկարչական ողջույններ իմ տղանավոր փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Դե արդեն գիտեք, 23 տարի է եթերից Քերի մուլտիկնիկը ձեզ ողջունում է։ Ձեզ է ողջունում Քերի մուլտիկնիկը, մուլտաշխարհի ամենաբարի նկարիչը։ Ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսներն են ողջունում եւ մեր լավագույն բարեկամ Առատաձեռն SM Փղիկ խալիքների խանութ սրահ։ Դե կասեմ, ինչու Առատաձեռն, ինչ այդ անցնենք մյուս ողջուններին։ Այս տեսախցիկի ետևում ով է գտնվում սիրելի փոքրիկներ։ Ճիշտ եք, ժամապահ Քերին։ Քերի փոքրիկների կողմից ողջույն, Քերին էլ ձեզ է ողջունում։ Քերին միշտ բարի է։ Մեզ եթերային երկար ժամանակ է տալիս։ Մենք կարողանում ենք եւ սովորել նկարել այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարին եւ նույնիսկ կարողանում ենք մրցույթ հայտարարել, որպեսզի դուք սիրելի փոքրիկներ հաղթող ճանաչվեք եւ ունենաք այսպիսի հետաքրքիր մրցանակ խաղալիքներ։ Եթե հիշում եք, անցյալ շաբաթից արդեն սկսել ենք նվերները իհարկե SM Փղիկն է ձեզ համար պատրաստել։ Հիմա ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտ պատրաստ պահեք։ Մի թղթիկի վրա էլ որպեսզի պատմություն հորինեք։ Գրեք վերնագիրը այսօրվա նկարի։ Արքայախնձորն ու կատուն։ Այսպես գրում եք արքայախնձորը, նայով ու կատուն։ Արքայախնձորը գիտեք, անանասի մասին է խոսքը, բայց դե մենք հայերենում ասում ենք արքայախնձոր։ Թե ինչպիսի նկար ենք նկարելու, թե ինչպիսի պատմություն եք հորինելու, նկարը Քերին գիտի, թե ինչ նկար ենք նկարելու, բայց ըստ այդ նկարի դուք ձեր մեծերի հետ միասին, պապիկների, տատիկների, հայրիկների ու մայրիկների նրանց հետ միասին պետք է հորինեք մի հեքիաթ պատմություն, աչորս թղթիկի վրա, շատ երկար պետք չի գրել։ Ես խոստանում եմ բոլորի պատմությունները, հեքիաթները ընթերցել մեր ուրբաթօրյա հաղորդման ժամանակ։ Հիմա նամակները արդեն գալիս են, հավաքվում են այնտեղ, որպեսզի լիքը լինեն եւ ես սկսեմ ընթերցել։ Ու կցուցադրեմ լավագույն նկարը։ Լավագույն նկարի եւ պատմության, դե հեքիաթ ասենք, հեքիաթի հեղինակները կստանան մրցանակներ, այսպիսի խաղալիքներ սիրելի փոքրիկներ։ Պայմանավորվեցինք, դե նորից հիշեցնում եմ, ինչ վերնագրով հերոս ենք նկարելու։ Արքայախնձորն ու կատուն։ Հետո նկարը դիտելուց հետո արդեն մեծերի հետ կարող եք հորինել պատմություն։ Ուզում եմ սկզբից կատվին նկարենք։ Գլուխը։ Տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ, կետիկներով եմ անելու գլուխը, ձվածև կլորիկ ենք անելու։ Այսպես ուշադրություն։ Ինչու կետիկներով։ Որովհետև փիսկին ուզում եմ բրդոտ նկարել։ Դրա համար այս կետիկները զիգզագաձև գծիկներով այսպես միացնելու եմ իրար։ Հիմա ականջներն եմ նկարելու, էլի կետիկներով, ուշադրություն։ 1 2 էլի զիգզագաձև գծիկներով կմիացնեմ իրար, էլի կստացվի մեզ մոտ բրդոտ կատու։ Ականջին խորություն տվեցինք, շատ լավ արեցինք։ Մաքիթիկն ենք նկարելու մեր փիսիկի։ Այստեղ կենտրոնական մասում այսպիսի մի պատկեր ենք նկարում։ Հոպ։ Սևով ենք ներկում, աչակողմի հատվածը թողնում ենք իմ լավ բարեկամներ սպիտակ։ Իբրև փայլիկ դունչիկն ենք բաժանում աջ, կորիկներով ձախ, շատ լավ է։ Բերանիկը այսպես առանձնացնում ենք, ներքևի շրթունքը զիգզագաձև, կետիկներ դունչիկի վրա։ Հիմա նկարելու ենք արդեն աչքերը։ Երկու կլորիկ աչքեր։ 1 2 Սևիկները, որոնք վերև, ներքև, աջ եւ ձախ անը, կիսալուսնաձև, փայլիկով, այսպես։ Կամ էլ փայլիկով։ Տեսեք, բերանիկը սևով կներկենք։ Հիմա բեղիկներ եմ տալու 1 2 3 1 2 3 Շատ լավ է։ Ուզում եմ ակնոցներ տալ նրան։ Ինչ կարծիքի եք։ Կլորիկ ակնոցներ եմ տալու 1 2 Կարող եմ հաստատնել շրջանակները, այսպես, կմիացնենք իրար,
Պոչիկները կտանենք ականջի ետևի մաս։ Ունքեր 1, 2։ Շատ լավ է։ Իսկ ինչ կապ ունի այս փիսիկը, այսպես ասած, արքայախնձորի հետ, անանասի հետ։ Նա երևի թե անանասի դեր է խաղում եւ անանասի հագուստ կհագցնենք։ Դե արդեն դուք պետք է պատկերացնեք դա ինչ է։ Այսպես ուրեմն անանասի կլորիկ մարմին կնկարեմ։ Այսպես։ Ուշադրություն։ Այստեղ թաթիկները կնկարեմ դուրս եկած անանասից։ Հոպ։ 1, 2, 3։ Մյուս թաթիկը այստեղ կնկարեմ։ Էլի 1, 2, 3։ Շատ լավ է։ Ոտքերը 1, 2, 3, օպա, 1, 2, 3, օպա, պոչիկներ, այսպես կանենք, էլի կարող եք զիգզագաձև անել, հա, կետիկներով, ձեր պիսիկ ավելի գեղեցիկ երևա, հիմա, անանասի շերտիկները կառանձնացնենք, զուգահեռ գծիկներով, ուշադրություն, 1, այսպես, կոր գծիկով ենք անում, 2, զուգահեռ, 3, 4, այսպես շարունակ սիրելի փոքրիկներ։ Հիմա խաչվող կոր գծիկներով անանասի գծիկներն ենք անելու 1, 2, 3, ու այսպես շարունակ 4, 5, 6, շատ լավ է։ Բա ուր են անանասի տերևիկները։ Այ այստեղ իսկ Երևանում 1, 2, այսպիսի տերևիկներ ենք անում 3, 4, 5, ավելի մեծերը 1, 2, 3, նատել էստեղ 4, վերջ իմ լավ բարեկամներ, կարծես թե ավարտեցինք, հիմա պետք է ներկել, անանասը ինչ գույնով ենք ներկելու, նարնջագույն մատիտը մեզ օգնության կգա, այսպես ուրեմն վերցնում ենք մուգ և բաց նարնջագույն մատիտները, նախ և առաջ, այսպես ամբողջովին մուգ նարնջագույն մատիտով ընդգծելու ենք անանասի հագուստը, կամ գուցե հենց իսկական անանաս է, դուք ձեր պատմության մեջ ավելի կոնկրետացնեք, գուցե կերել եմ և մտել անանասի մեջ, իսկ արքայախնձորի, այսպես, շատ լավ կլինի, որ մենք արքայախնձոր միշտ անվանենք, տեսեք գծիկները ես ընդգծելու եմ մուգ նարնջագույն մատիտով, այսպես, դուք էլ հետևում եք Քերի Մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին և ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի, հիմա խաչվող գծերն ենք ընդգծելու, այսպես, 1, 2, 3, այսպես շարունակ չորրորդն ենք հիմա ընդգծում, տեսեք, եթե փայլիկը ձեր, այսինքն լույսը, արևը, լույսը, ինչպես ու ցանկանում եք այդպես էլ անվանեք, այ եթե աջակողմյա մասից է, մուգ նարնջագույն մատիտով, կիսալուսնաձև, ես ձեզնից ձախ գտնվող հատվածը, այսպես, նարնջագույն եմ ներկելու ու մուգ նարնջագույն, պատկերացրիք, շատ լավ է, տեսեք, այսպես, հիմա մուգ նարնջագույն մատիտը մի կողմ ենք դնում, վերցնում ենք բաց նարնջագույն մատիտը, իմ փոքրիկ բարեկամներ, սպիտակ թողված հատվածները, արդեն, ներկում ենք բաց նարնջագույն, և ձեր արքայախնձորը կլորանա, և մի փոքր էլ գեղեցիկ գույներով լի կլինի ձեր նկարը, այսպես, շատ լավ է, գնացինք, ավյուսները լցնում ենք այսպես, Սա էլ այսպես, շատ լավ է, մինչև պիսիկին անդրադառնալը, վերցնում եմ փիրուզե կանաչը, մուգ կանաչը, դե բացն էլ հետո կօգտագործենք, տերևիկների ձախակողմյան հատվածը այսպես ընդգծելու եմ, այսպես, քիչ, ուղղակի ընդգծում ենք, այսպես, հիմա արդեն աչակողմյա մասը, այսպես կընդգծեմ,
Սիրելի փոքրիկ բարեկամներ, լավ է։ Փիրուզե մատիտը մի կողմ ենք դնում, հիմա մուգ կանաչով լցնում ենք սպիտակ թողված հատվածները։ Բայց սպիտակ մասերը թողեք, որպեսզի ամենաբաց կանաչով էլ կարողանանք ներկել։ Այսպես, շատ լավ է։ Հիմա էլ աչակողմյա մասը լցրեցինք կանաչ գույնով։ Այսպես մեր արքայախնձորի տերևիկները պատրաստ են։ Լալալալալա, ամենաբաց կանաչ մատիտը մեզ օգնության կգա։ Տեսեք, հո, ինչ գեղեցիկ ստացվեց։ Շատ լավ է, շատ։ Ապրեք դուք, իմ փոքրիկ բարեկամներ։ Հիմա, տեսեք, վերցնում եմ բաց կապույտ մատիտը, աչքերի սպիտակը այսպես եզրագծում եմ, այսպես մեր փիսիկի։ Ականջների խորքը վարդագույն եմ ներկելու, այստեղ ուշադրություն, այսպես, շատ լավ է, այսպես, փիսիկին նախշեր տալու համար, լավ, եկեք ակնոցը, որպեսզի հասկանանք, որ ապակի է, այսպես, մի փոքր, այսպես, ներկենք ապակին, լավ է, շրթունքները վարդագույն ընդգծենք, այսպես, հիմա փիսիկին, վերցնում եմ մանուշակագույնը, տեսեք, ես փիսիկի վրա խալիկներ եմ անելու, այսպես սուրանկյուն խալիկներ, այսպես, այսպես 1, 2, ճակատային մասում էլ կարելի է այսպես խալիկներ անել, այսպես ու այսպես, հիմա թաթիկների վրա, երանկյունի կարծես թե սուրանկյունով այսպիսի նախշեր ենք անում, հիշում եք, մենք վագրերել ենք այսպես նկարել, իբրև մարմնի նախշ, թաթիկների վրա ենք անում, հիմա ոտքերին, պոչիկին, պոչիկը ուղղակի շերտիկներով այսպես կանենք, ապրեք դուք և վերջ, մարգագետինը կանաչ ենք ներկելու, իհարկե ես կվերցնեմ բաց կանաչ մատիտը, այսպես, կեզրագծեմ մեր նկարած հերոսին, նույնիսկ սպիտակ մասերը արդեն ավելի լավ կերևա, հիմա էլի եզրագծում եմ նոր ներկում, այստեղ էլ, շատ հետաքրքիր նկար, ովքեր մեզ նոր են միացել, սիրելի փոքրիկներ, հիշեցնեմ, որ սա մրցույթ է, Թերի Մուլտիկնիկը վերնագրել էր այս պատմությունը արքայախնձորն ու կատուն, դուք հորինելու եք հեքիաթ և ուղարկեք Թերի Մուլտիկնիկին, նկարելով իհարկե այս հերոսուն կամ հերոսին, գուցե ձեր փիսիկը աղջնակ է, դա ձեր որոշելիքն է, հիմա մի քիչ էլ դեղինով կերանգավորեմ, վերջ, Դե որտեղ գտնվում է, գուցե տնակում է, գուցե բեմի վրա է մեր հերոսը, հերոսուհին կամ հերոսը, դրա համար ես պատը այսպես կարմիր կներկեմ, ուղղակի սպիտակ թղթիկը առանձնացնելու, սպիտակ թղթիկը ճնշելու համար, այսպես, մի փոքր էլ հուշումներ եմ անում ձեզ, բայց դուք կարող եք ձեր պատմությունը ձեր ձևով հորինել, սիրելի փոքրիկ բարեկամներ, գուցե կարնավալի է մասնակցում մեր փիսիկը, կամ ասենք թե դերասանուհի է կամ դերասան է ձեր փիսիկը, դրա համար այսպիսի կերպար է դարձել նա, վերջ իմ լավ բալիկներ, ինչ ենք անելու, փիրուզագույնը ես կվերցնեմ, ինչ էինք վերնագրել, հիմա կասեմ, արքայախնձորն ու կատուն, այսպիսի հետաքրքիր վերնագրով հերոս ենք նկարել, քանի որ բեմ ասացինք կամ ինչ-որ միտեղ, այսպես տախտակները հատակի առանձնացնում եմ, գուցե սա վարագույր է այս կարմիրը,
դե ըստ ձեր մանկական երևակայությամբ կարող եք ձեր նկարը ավելի գեղեցկացնել, ետևի մասում էլի հերոսներ նկարել։ Տեսեք, երբ որ դուք պատմությունը հորինում եք սիրելի փոքրիկներ, մենակ այս հերոսը չի, նրա հետ նաև կան, ասենք, ուրիշ հերոսներ, որ դուք պետք է հորինեք։ Այնտեղ ձեր պատմության մեջ բացի կատվից կարող է լինել շնիկ, մուկիկ եւ այլն։ Հորինում եք պատմությունը, արքայախնձորն ու կատուն, հեքիաթ պատմությունը։ Նկարում եք նկարը, գուցե էլի նկարներ նկարեք, թե ինչով են զբաղված այդ հերոսները, գլխավոր իհարկե մեր ակնոցներով կատուն։ Եվ ուղարկում եք քերի մուլտիկնիկին։ Եթե դուք ապրում եք մարզերում, Երևան քաղաքի տարբեր մասերում եւ ուզում եք փոստով ուղարկել քերի մուլտիկնիկին ձեր նկարը, պատմությունը, առաջադրանքները, հեքիաթը, ապա հիշեցնեմ մեր անփոփոխ ասել։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ եթե ցանկանում եք ավելի շուտ ձեր նամակը հասնի քերի մուլտիկնիկին, ապա հիշեցնեմ մեր լավագույն բարեկամ SM Փղիկ խաղալիքների խանութ սրահի մասին։ Այնտեղ կա կախարդական փոստարկղ հենց խանութում։ Դուք ինքնուրույն կարող եք գնալ այնտեղ ձեր ծրարն ու նամակը, նկարը, հեքիաթ պատմությունը, որ ցանկանում եք մասնակցի մրցույթին, գցում եք այնտեղ կախարդական փոստարկղ։ Այդ նամակները ավելի շուտ կհասնեն քերի մուլտիկնիկին, քան փոստով ուղարկածները։ Պայմանավորվեցինք, հասցեն հիշում եք, չէ՞։ Քաղաք Երևան, Նորնոքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 14 փողոց, այսինքն կենտրոնական փողոցն է 5-րդ զանգվածի։ Իմիջիայլոց ասեմ, այս M Փղիկ խաղալիքների խանութը ունի նաև առաքման ծառայություն, դրա համար զանգահարում եք սիրելի մեծեր 098 211 211 հեռախոսահամարով։ Վերջ, ապա քերին նորից ցուցադրի մեր գլխավոր հերոսին։ Ինչ էինք վերնագրել։ Արքայախնձորն ու կատուն, այսպիսի վերնագրով նկար։ Բա, այսօր էլ մի հետաքրքիր հերոս նկարեցինք ձեզ հետ միասին, սիրելի փոքրիկներ, ամենակարևոր հենց ձևով, որ ամենաչնկարող թե փոքրիկը, թե մեծերը հենց հիմա քերի մուլտիկնիկի հետ կարող էին նկարել։ Անպայման սիրելի մեծեր, ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան էջում, մուլտիկնիկ YouTube-յան էջում։ Այսքան այսօրվա համար ժամապահ քերին, արքայախնձորով փիսիկը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, SM Փղիկ խաղալիքների խանութ սրահը, Արադաձեռը մեր լավագույն բարեկամը եւ քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս հանդիպելու ակնկալիքով։ Ուրեմն վաղը 5 շաբթի հանդիպելու ենք, այնտեղ հետաքրքիր հեքիաթ ներկայացումներ ենք դիտելու հեռուստատեսային, իսկ ուրբաթ օրը բոլորը ցիլի փոքրիկներ, հատկապես Սուրբ թատրոնի սաները անակնկալ ունեք դիտելու եք պրեմիերա ֆիլմ, ամառային ֆիլմ։ Լավ, իսկ հիմա ժամանակը քերջան հասկացանք մոտեցավ ավարտին։ Ժամապահ քերին, քերի մուլտիկնիկը, մուլտերոսները ձեզ հրաժեշտ են տալիս։ Այլ բուլդա։